Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, ուրախ եմ ձեզ ողջունել աշնանային եթերաշրջանում արդեն, ֆիքսենք, որ նոր սկիզբը իր հետ բերում է նաև նոր շունչ, նոր թեմաներ և նոր հանդիպումներ։ Այս եթերաշրջանում ես և գործընկերներս ձեզ կպատմենք ամենահետաքրքիր իրադարձությունների մասին, կհանդիպենք մարդկանց, որոնք իրենց աշխատանքով ու մտքերով ձևավորում են մեր ներկան ու ապագան։ Եվ ահա մեր առաջին թեման գիտությունն է։ Հոկտեմբերի 5-ից 10-ը Դիլիջանում կանցկացվի ամենամյա ամփոփիչ գիտաժողովը, որը կհամախմբի Հայաստանի առաջատար գիտնականներին և երիտասարդ հետազոտողներին։ Մեր հյուրերը այսօր կպատմեն, ինչ սպասել այս գիտաժողովից և ինչու է գիտությունը մեր ապագայի ամենամեծ երաշխիքը։ Տաղավարում են Ալի Խանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Գևորգ Քարյանը, անձնակազմի կառավարման և հաղորդակցության բաժնի ղեկավար, տեղային կազմակերպական կոմիտեի ղեկավար Էլեն Խալինյանը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը։ Բարի առավոտ, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Ինչպես է օրը սկսել, գիտությամբ լի։ Իհարկե, ինչպես միշտ։ Առասարակ առավոտները ինչպես եք սովոր սկսել, հավանաբար վերջի շրջանում գիտաժողովի քննարկումներով։ Այո, բավականին հագեցած է վերջին շրջանը, գիտաժողովի կազմակերպական հարցերն են քննարկում և արդեն առաջիկայում 10 օրից մենք կունենանք մեր մեկնարկը և հուսամ, որ ամեն ինչ կընթանա ինչպես որ պլանավորել ենք։ Պարոն Քարյան, ինչ նշանակություն ունի այս գիտաժողովը Հայաստանի գիտական հանրույթի համար և որն է այս տարվա համար գիտաժողովի գլխավոր ուղերձը։ Քանի որ գիտաժողովը անցնում է բարձրագույն կրթության գիտության կոմիտեի բարձր հովանու ներքո, միգուցե պարոն Մովսիսյանը ավելի մանրամասներ կներկայացնի։ Սիրով, գիտաժողովի անունից արդեն պարզ է ինքը ամփոփիչ ամենամյա յուրաքանչյուր տարի իրականացվող գիտաժողով է և ինչ-որ իմաստով այդ տարվա ամփոփումն է որոշակի տրամաշնորհային ծրագրերի, որոնք գիտության կոմիտեն, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այժմ ֆինանսավորել է։ Գիտաժողովը սկիզբը առել 22 թվականից, թվով 4-րդն է արդեն, նախորդ 3 անգամների կազմակերպիչը եղել է ԵՊՀ-ն, համակազմակերպիչը, հիմա Ալի Խանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հանձնառեց այդ պատասխանատու և բարդ աշխատանք իրականացնելու։ Ինքը շատ կարևոր իրադարձություն է նաև Հայաստանի գիտնականների համար, նաև երիտասարդների համար, որպեսզի կարողանան այն տրամաշնորհային ծրագրերը, որոնք համեմատաբար մեծ գումարներով ֆինանսավորվել են, և ինչ-որ իմաստով հաշվետվություն լինի, և կիրսվեն գիտնականները համագործակցեն բոլոր ոլորտների, գիտնականները միմյանց հետ համագործակցեն, ծանոթանան, ընդհանուր խնդիրները, գիտական թեմաները տարբեր են, բայց ընդհանուր խնդիրներ իրար հետ ունեն, ընդհանուր եզրեր գտնեն իրար հետ։ Շատ լավ, նշեցիք, որ արդեն 4-րդ տարին է, որ գիտաժողովը տեղի է ունենում, ինչ ակտիվություն կա այս 4 տարիների ընթացքում, և քանակական և որակական ընդ որում։ Գիտաժողովը ունի ստանդարտ իր որոշակի պարտադիր մասնակիցների ցանկը, որը բնականաբար յուրաքանչյուր տարի ավելանում է, որովհետև յուրաքանչյուր տարի մենք նոր մրցույթներ ենք իրականացնում, որոնք համեմատաբար բարձր ֆինանսավորմամբ են և որպես մասնակից իրենք ներառվում են հաջորդ տարվա գիտաժողովի մեջ, այսինքն բնական ճանապարհով նույնպես մասնակիցների քանակը աճում է, սակայն պետք է նաև նշեմ, որ ինքը քանի որ բոլոր ոլորտներով է, դասական գիտական կոնֆերանսների նման չի, որ ֆիզիկայի ոլորտում, քիմիայի ոլորտում, այն էլ ներողություններով, սա ամբողջ Հայաստանի և բոլոր ոլորտներով նա վերաբերվում և հումանիտար գիտությունները ֆիզիկների, քիմիկների, կենսաբանների, մաթեմատիկների հետ մեկտեղում են հավաքվում և քննարկումներ են ծավալում, դրա համար նաև քանակը մեծ է և նման մեծ կոնֆերանսներ կազմակերպելը շատ ավելի բարդ է դառնում և վերջի տարիներին և այս տարի նույնպես գիտեմ, որ շեշտ է դրվել հնարավորինս շատ երիտասարդների մասնակցություն, որպեսզի իրենք կարողանան այդ գիտելիքի փոխանցմանը ներկա լինեն և վերցնեն այդ մեր հասուն գիտնականներից այդ գիտելիքը։
Շատ լավ, Տիկին Խալինյան, քննարկվելիք թեմաներ կան առանձնացված գիտաժողովի շրջանակում։ Գիտաժողովը ներառում է բոլոր ճյուղերը, ինչպես պարոն Մովսիսյանը նշեց, գիտության բոլոր ներկայացուցիչները, ովքեր ունեն դրամաշնորհեր, գրեթե բոլոր իհարկե, շուրջ 90 մասնակից են ունենալու, որոնցից 30-ը երիտասարդ հետազոտողներ են։ Նրանք հնարավորություն են ունենալու համագործակցել ավագ սերնդի հետ, փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն ենք ստեղծել, ինչպես նաև այս պարագայում պետք է շեշտեմ նետվորքինգի մեծ հնարավորություն է լինելու, քանի որ գիտության բոլոր ճյուղերի ներկայացուցիչները կկարողանան թե ձեռքբերումներով կիսվել, թե բարձրաձայնել խնդիրները, եւ ինչով է յուրահատուկ այս տարվա գիտաժողովը, որ 6 օր շարունակ գիտաժողովի մասնակիցները լինելու են Դիլիջանում եւ այսինքն առօրյա են կիսելու, որը իր տեսակով առաջինն է եւ տարբերվում է մյուս 3 տարիներին արդեն կայացած գիտաժողովներից հենց այս մոդելով, որի ընթացքում հնարավորությունը ավելի ինտենսիվ աշխատելու շատ է լինելու եւ մենք մեր առաջնային նպատակներից էլ միջավայր ստեղծելը հույս ունեմ, որ արդեն ամփոփելուց կխոսենք այն մասին, որ կարողացել ենք ստեղծել հենց միջավայր, որտեղ գիտնականները կարողացան բարձրաձայնել, խոսել եւ ինչու ոչ հասնել ինչ-որ նպատակների եւ մյուս տարվա համար նոր նպատակներ նշեն։ Որպես մասնակից ունկնդիր մասնակցի մասին է խոսքը, հետաքրքրված անձինք ուսանողները կարող են մասնակիցը դառնալ գիտաժողովին եւ եթե այո, ինչպես։ Այո, իհարկե, նախ ես թույլ տվեք շնորհակալություն հայտնեմ մեր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի մեր գործընկերներին բարձր վստահության համար, որտեղ այս տարի նշվեց արդեն գիտաժողովը անցկացնում ենք մենք Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան, սակայն մի վերապահումով, որ դա միայն մենք չէ, որ անցկացնում ենք, անցկացնում է Հայաստանի գիտական համայնքը, մենք հրավիրել ենք մեծ թվով ինստիտուտների եւ բուհերի մասնակիցը լինելու կազմակերպական աշխատանքներին մեր գիտական կազմակերպական կոմիտեն ներառում է թվով 15 մասնակիցներ տարբեր կազմակերպություններից գիտական եւ բուհերից եւ մենք միասին փորձում ենք գտնել այն բանալիները, որոնք կարևոր կտնեն գիտաժողովի արժեվ դրած խնդիրները ճիշտ հասցեագրելու եւ գիտաժողովը պատշաճ բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Իհարկե Էլեն նշեց, որ գիտաժողովին կմասնակցեն 90 արդեն գրանցված անդամներ, բայց իլրումն այդ 90 անդամների մենք ունենք նաև 30-ից ավելի ուսանողներ, այսինքն ընդհանուր թիվը 100-ից ավելի կլինի մասնակիցների, 90-ը դրանք գիտական դրամաշնորհային ծրագրերի ղեկավարներն են, որոնք հանդես կգան ելույթներով, իսկ իրենց արդեն դրամաշնորհային ծրագրերից իրենք մասնակից կդարձնեն իրենց երիտասարդ հետազոտողներին, ովքեր հանդես կգան պաստառային ներկայացումներով, պոստեր ներկայացումներով, եւ սա նաև այն կարևոր ձեռքբերումն է, ըստ իս, որը մեզ կօգնի երիտասարդ սերնդին մասնակիցը դարձնելու գիտական process-ին Հայաստանում գիտական միջավայրի ձևավորման process-ին։ Դերևս պետք է մի բան նաև առանձնացնեմ, որ Հայաստանում կան անհատ վերցրած բավականին լուրջ գիտնականներ, սակայն մենք խնդիր ունենք գիտական համայնքի, գիտական միջավայրի կայացման եւ գիտաժողովը հենց դրան ուղղված առաջին կարևոր քայլերից մեկը կլինի։ Որ կապեք միմյանց, համայնք ձևավորեք։ Այո, ինչպես նշվեց, միջավայրի ձևավորման հարցում շատ կարևոր է, որ տարբեր գիտնականներ, ընդ որում տարբեր բնագավառներ ներկայացնող գիտնականներ իրենց ներդրումը իրեն ջանքը մեկտեղ են, միասին կիսվեն իրենց ձեռքբերումներով, համատեղ ծրագրեր քննարկեն եւ ինչու՞ չէ նաեւ ապագային միտված պլաններ քննարկեն եւ համատեղ գիտական նոր ծրագրերի միջոցով կարողանան նաեւ Հայաստանում գիտությունը որպես համայնքային, որպես մի բավականին կարևոր գործոն կայացնեն։ Եվ սա գիտաժողովը այո 4-րդը լինելով մենք առաջի տարին նորից կոմիտեի հովանու ներքո անցկացրեցինք արտագնա Վանաձորում, սա նույնպես կարևոր հանգամանք է, ըստ իս, որ մարզերում մեր երիտասարդ հետազոտողները, մասնավորապես ավագ դպրոցի սաները ունենան ընտրելու հնարավորություն եւ նաեւ տեսնեն, թե ինչով են զբաղվում Հայաստանում գիտնականները եւ գիտությունը ինչու է կարևոր։ Շատ լավ, եթե համեմատելու լինենք առաջին գիտաժողովի հետ, առաջիկա գիտաժողովը բացի ինչպես Տիկին Խալինյանը նշեց, որ որոշվել է, որ Դիլիջանում պետք է անցկացվի, իրար հետ առօրյա պետք է կիսեն մեր գիտնականները, հետազոտողները, այլ էական փոփոխություններ կան գիտաժողովի գործիքակազմում, այսպես ասած։ Յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր ամփոփիչ գիտաժողովից հետո որպես կանոն մասնակիցները հավաքվում են եւ կազմակերպչական կոմիտեները հավաքվում են եւ վերջի օրը
քննարկում են այդ գիտաժողովին ինչը կարելի էր ավելի լավ անել, որպեսզի հաշվի առնեն հաջորդ գիտաժողովի համար։ Այո, յուրաքանչյուր տարի կատարելագործվում է գիտաժողովը, Պարոն Քարյանը նշեց առաջի անգամ Վանաձորում էր արտագնա, հաջորդ 2 տարիները Երևանում են անցկացվել եւ հիմա նորից արտագնա ֆորմատը ընդրվեց։ Արտագնա ֆորմատը միշտ ավելի արդյունավետ է այդ միջավայրի ձևավորման համար, որովհետև երբ կոնֆերանսը Երևանում է, յուրաքանչյուրը լսում է իր զեկուցման մասն է գալիս, ոչ ամբողջ օրերին է ներկա լինում, իսկ արտագնա ֆորմատը ստիպում է նաև ինչ-որ իմաստով մարդկանց լսել ոչ իրենց ոլորտի, ոչ իրեն մասնագիտական հետաքրքրություն ներկայացնող զեկուցումներ, որը շատ կարևոր է կողքի աչքով նայել եւ հարցեր տալ ու խնդիրներ կծնվեն, որոնք միգուցե չէին ծնվել այդ այլ ոլորտի մասնագիծը ներկա չլիներ զեկուցումներին։ Այո, ֆորմատը անընդհատ փոխվում եւ կատարելագործվում է, բայց կարևորությունը դրանից չի կորում, պարոն Քարյանը շատ լավ նշեց եւ այս ամփոփիչ գիտաժողովի նաեւ կարևորություններից մեկը այս գիտության ոլորտի բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի բարեփոխումներին համահունչ է ամեն ինչ կատարվում, որովհետեւ նույն գիտական կազմակերպությունների եւ բուհերի ներկայացուցիչներն են մեկտեղում, որը մենք գիտեք բարձրագույն կրթության գիտության մասին օրենքով, որը ազգային ժողովում ընդունվեց, էլի մոտեցում է որտեղ գրվել, որպեսզի գիտական կազմակերպությունները եւ բուհերը ինտեգրվեն եւ այս կոնֆերանսը նաեւ այդ իմաստով այդ ինտեգրումը ավելի հեշտ իրականացնելու նպաստող գործընթաց է։ Պարոն Քարյանն իր խոսքում նշեց, որ երբ մարզային վայրեր եք ընտրում, նաև տեղի երիտասարդները, մասնավորապես ավագ դպրոցի աշակերտները հետաքրքրված են լինում գիտաժողովով։ Այ ընդհանուր առմամբ, եթե փորձենք թեկուզ տարիների համեմատություն անցկացնել կամ այս տարվա ակտիվությունը դիտարկել, բուհերի շրջանում ուսանողների ակտիվությունը, թե մասնակից լինելու, գուցե զեկույցներին, հոդվածներին համահեղինակելու, ինչպիսին է, կա հստակ ինչ-որ գործիքակազմ, որով փորձում եք ավելի շատ ներգրավել ուսանողներին, երիտասարդ հետազոտողներին։ Ես կարճ պատասխանեմ եւ ավելի որ իրենք գիտեն այս տարի ինչ ակտիվություններ իրենք կպատասխանեն։ Մեկ կարևոր փոփոխություն այս տարի, որ բացի հենց գիտաժողովին մասնագետների մեկտեղելուց գիտնականները որոշել են, որպեսզի իրենք նաև այցելեն դպրոցներ եւ տեղի մարզի դպրոցների երեխաների հետ հանդիպեն, ոգևորեն եւ այլն։ Այս մեկ փոփոխություն, որ նախորդ տարիներին չէր եղել։ Իսկ այդ հանդիպումները ավելի շատ միտված են մասնագիտական կողմնորոշմանը, ավելի մանրամասն պարոն Քարյանը կպատասխանի, որտեղ ինքը մասնակցում է նաև այդ կազմկոմիտեի աշխատանքներին։ Հաջորդ մասնագետների ակտիվության մասին ասեմ, որ բոլոր 4 տարիներին ցանկացողներ ավելի շատ են եղել, քան հնարավոր է եղել տեղավորել այդ օրերի մեջ։ Ցանկացողները շատ ավելի շատ են։ Պարզապես մենք ունենք որոշակի ցանկ գիտական դրամաշնորհների, որ ցանկալի է առաջերտին իրենք լինեն, բնականաբար ցանկալի է երիտասարդների առկայությունը շատ լինել, հետո նոր հնարավորություններին նայելով կարողանում են մասնակիցներ ընտրել։ Միշտ ակտիվությունը ավելի բարձր է, քան մենք կարողանում ենք ապահովել, այո։ Քանակը իրականում մեծ հնարավորություն է ինձ թվում է գիտական դաշտում ստեղծել մրցակցություն։ Այդ ամենակարևորներից է, որովհետև ցանկացած ոլորտ, որտեղ մրցակցություն չկա, ավելի իներտ են, հա, մասնակիցները, իսկ գիտության մեջ մրցակցություն ստեղծելը ու տեսնելը, որ մրցակցության գնում են հետազոտողները, գիտնականները, թե երիտասարդ, թե ավագ սերնդի, արդեն իսկ ձեռք բերում է մեզ համար։ Մանրամասները ուրեմն լսենք ձեզնից։ Շատ լավ, սիրով իհարկե, գիտեք, մենք խոսեցինք գիտական միջավայրի կայացման կարևորությունից, բայց ոչ պակաս կարևոր հարց է գիտության հանրահռչակման հարցը, որը նաև երիտասարդ հետազոտողների մասնագիտական կողմնորոշման համար առաջնային նշանակություն ունի։ Պարոն Մովսյանը նշեց օրենքի մասին, որ վերջերս ընդունվեց, բայց ես կավելացնեմ նաև այն քաղաքականությունը, որը կոմիտեն
նախարարությունը իհարկե վարում են վերջի առնվազն 6-7 տարիների ընթացքում գիտությունը Հայաստանում բավականին մեծ տեմպերով զարգանում է նաև ի շնորհիվ այն ֆինանսավորման, որը մենք ունենք այս տարիների ընթացքում, եւ այդ ֆինանսավորումը անդադ աճում է, եւ սա նաև լավագույն հնարավորություն է երիտասարդ հետազոտողներին ներգրավելու մեր գործերի մեջ, որտեղ պակաս կարևոր չէ նաև այն, թե երիտասարդը ինչպես հետո կարողանա կազմակերպել իր մասնագիտական ուղին, նաև ապահովելով իր բարեկեցությունը եւ այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ երիտասարդները գալով գիտություն, զբաղվելով Հայաստանում գիտական գործունեությամբ կարող են ապահովել իրենց բարեկեցությունը։ Այս շատ կարևոր հանգամանք է, որովհետեւ մենք ունենք այդ թյուր կարծիքը, մոտեցումը, որ գիտությամբ զբաղվողները քիչ աշխատավարձ են ստանում, հուսարի չէ իրենց աշխատանքը, աշխատավարձը եւ պետք է մեկտեղել, համատեղել մեկ այլ աշխատանքի հետ, սա կարևոր ուղերձ է։ Այո, իհարկե, բայց դրա հետ մեկտեղ դուք բառը նշեցիք շատ ճիշտ, պետք է զբաղվել մրցունակ գիտությամբ, այսինքն որպեսզի դուք կարողանաք ձեր բարեկեցությունը ապահովել, պետք է լինեք մրցունակ նաեւ գիտության մեջ եւ թերևս նաեւ դրա լավագույն գրավականներից է հետազոտական արդեն իսկ կայացած հետազոտական խմբերի մեջ երիտասարդների ներգրավումը եւ մեր գիտաժողովի ընթացքում, այսինքն այս տարվա գիտաժողովը, որը կունենա հոկտեմբերի 5-ից 10-ը, մենք ստացել ենք բավականին մեծ թվով հայտեր երիտասարդներից մասնակցելու գիտաժողովին եւ հանդես գալու պաստերային ներկայացումներով։ Ես չեմ հիշում նման բան նախորդ տարիներին, ու իհարկե նախորդ տարիներին նույնպես եղել են պաստերային ներկայացումներ, բայց շատ ոգևորիչ եւ նաեւ ուրախալի է տեսնել այդ դինամիկ աճը, որ այս տարի մենք ունենք եւ վստահ եմ այն կշարունակվի նաեւ հաջորդ տարիների ընթացքում։ Ուրեմն սպասենք, դուք ինչ ունեք հավելելու այս մասով, Տիկին Խարիմյան։ Շատ կարևոր է երիտասարդների ընդգրկումը եւ կարծում եմ այս տարի մենք լիովին հաջողել ենք, քանի որ ավելի շատ ցանկացողներ ունենք եւ ընտրվել են սեղմ այս դեպքում, չնայած բավականին դժվար չէր այդ ընտրությանը գալը։ Բավականին բարդ էր, բայց կարծում եմ արդարացի էր եւ այս դեպքում ունենալու ենք շատ հետաքրքիր գիտաժողով, որտեղ ծերունդներն են լինելու տարբեր, հնարավորություններն են տարբեր լինելու եւ մի անգամ եւս շեշտեմ, որ միջավայրը լիովին նպաստելու է, որպեսզի մենք ունենանք շատ միջազգային ստանդարտներին համապատասխան գիտաժողով։ Եվ հետաքրքիր է գիտաժողովի ավարտից հետո կան արդեն քայլեր, որ գուցե նախորդող տարիներին արվել են, այս տարի եւս արվելու է, որ ստեղծված համայնք են, միջավայրը, որը ստեղծել եք, որի շրջանակում կարողացել է համայնք ձևավորվել, ամուր մնա, կապերը ամուր մնան։ Տեսեք, իրականության մեջ առօրյա կյանքում եւ առօրյա գիտական գործունեության մեջ այդ համայնքի տարբեր մասեր ամենօրյա ռեժիմով իրար հետ շփվում են։ Տարատեսակ, եթե նույն կազմակերպությունում են աշխատում գոլեգաներ որպես, եթե ոչ, ապա եթե նույն մասնագիտությամբ են կոնֆերանսներ, այլ գիտաժողովներ, համատեղ սեմինարներ, գիտության կոմիտեի հանձնաժողովի նիստեր եւ այլն։ Այդ մրցունակ գիտնականների խումբը դեռ բավականին մեծ չի, որբիսի իրար չճանաչեն եւ ամենօրյա ռեժիմում իրար հետ չշփվեն։ Դե հուսանք, որ շատ կմեծանա, դուք այդ մասով քայլեր կանեք։ Յուրաքանչյուր տարի, այո, այդ մեր մրցունակ գիտնականներին յուրաքանչյուր տարի այդ թիվը ավելանում է եւ շատ ուրախալի է, որ այդ միջավայր են մտնում արդեն երիտասարդներ, խոստումնալից երիտասարդ գիտնականներ, որոնք որ կարողանում են մրցունակություն ապահովել։ Ես եւ պարոն Քարյանը, որ մրցունակ ասում ենք, դա Հայաստանի մեջ մրցունակը չի։ Աշխարհում մրցունակ միջազգային։ Բոլոր մեր այդ ստանդարտները մենք նայում ենք աշխարհի հետ համեմատվելու, ոչ թե միայն մենք մեր մեջ մրցունակություն ձևավորելու ունենալու եւ եթե ամփոփենք մեր զրույցը յուրաքանչյուրը ձեզնից մեկ նախադասությամբ թող մեր հեռուստադիտողներին նաեւ մոտիվացնի, թե ինչու պետք է զբաղվել գիտությամբ մեր օրերում։ Պարոն Մովսիսյան։ Գիտությամբ զբաղվել մեկ գիտությունը ոլորտն է, որը միշտ հետաքրքրել է երեխաներին եւ գիտությամբ զբաղվելը այսօր Հայաստանում, այո, հնարավոր է արժանապատիվ ապրելով զբաղվել գիտությամբ, զբաղվել իր սիրած գործով։
Բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ոչ բոլորն են, որ կարող են գիտությամբ զբաղվել ու ոչ բոլորն են, որ պետք է գիտությամբ զբաղվեն, որտեվ գիտության մեջ մտնել եւ հետո գնալ տնտեսության մեջ իրացվել, դա նույնպես պակաս կարևոր գործ չի, որ անցնել գիտական դպրոց եւ իր հավելյալ արժեք ստեղծել տնտեսության համար։ Դա նույնպես կարևոր գործ է։ Շնորհակալ եմ, Տիկին Խալինյան, ինչու մերօրյա մարդը պետք է զբաղվի գիտությամբ։ Գիտությունը երիտասարդանում է Հայաստանում, որը ամենաուրախալի մասն է, կարծում եմ, եւ երիտասարդները, ում հետ մենք ամեն օր աշխատում ենք, ովքեր մոտիվացված գալիս են ընդունում են աշխատանքի, գիտությունը դա հնարավորությունների մեծ սպեկտր ունեցող ոլորտ է եւ երիտասարդների համար շատ մեծ դռներ են բացվում, կարծում եմ երիտասարդը ով սկսում է գիտությամբ հետաքրքրվել եւ շփվում է գիտական համայնքի հետ, հասկանում է հնարավորությունների մեծությունը, բնականաբար այդ ներքին էնտուզիազմ ունենալու դեպքում միայն, քանի որ գիտության նվիրյալները մի փոքր ավելի երկար ճանապարհ են անցնում, քան այլ ոլորտներում, վստահաբար գտնելու են իրենց տեղը եւ թե ես կշեշտեմ այս հատվածը, որը մեր երիտասարդ հետազոտողները երևի ամենաշատն են սիրում, որ հնարավորություն են ունենում շփվել աշխարհի հետ, այսինքն այն մեծ հնարավորությունների դուրը, որ բացում է գիտությունը, դա ճամփորդություններն է, դա գիտաժողովներն է, դա ավագ սերնդի գիտնականների հետ փորձի փոխանակումն է եւ իհարկե արժանապատիվ այսօր կարող են ապրել հենց գիտության ոլորտում լինելով։ Շնորհակալ եմ, պարոն Քարյան։ Գիտեք, կարծում եմ չափազանցություն չի լինի ասել, որ այսօրվա աշխարհը գիտելիքահեն աշխարհ է եւ հետեւաբար աշխարհը հասկանալու եւ աշխարհին հասկանալի լինելու համար պետք է ունենալ ուժեղ գիտություն եւ այն երկրները, որոնք ունեն ուժեղ գիտություն, այդ երկրները իհարկե այսօր թելադրող դիրքերում են։ Մեր երկիրը իհարկե փոքր երկիր է տնտեսությամբ, բայց ունի գիտական լավ ավանդույթներ եւ մեր խնդիրն է պահել եւ զարգացնել այդ ավանդույթները եւ ես լիահույս եմ, որ մեր բոլորիս ջանքերը մեկտեղելով մենք այդ խնդիրը հաջողությամբ կլուծենք, նաեւ շնորհիվ ձեզ գիտության հանրահռչակման հանգամանքը նույնպես պակաս կարևոր չէ, որպեսզի մեր հասարակությունը հասկանա, թե ինչքան կարևոր գործ են անում գիտնականները եւ նաեւ երկրին աշխարհի քարտեզի վրա տեսանելի դարձնելու առումով բավականին հաջողված փորձեր մենք ունենք եւ այդ փորձերը մենք գնալու ենք շարունակելու ենք զարգացնել, մեծացնել այդ փորձերի թիվը եւ այս գիտաժողովը մի ընդհանրապես փոքրիկ այսպես հանգրվան է, բայց իր նշանակությամբ ես այն կհամեմատեի Հայաստանում, երբեմնի գիտական ավանդույթներն էին ձևավորվում, ես կհամեմատեի այդ գիտական ավանդույթների ձևավորման հենց ակունքների հետ։ Իդեպ պետք է ասեմ, որ մեր հիմնադիր տնօրենը դուք նշեցիք Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան դեռ 60-ական թվականներից Հայաստանում կազմակերպել միջազգային խոշոր գիտաժողովներ եւ սա նույնպես մի ավանդույթ է, որը մենք պետք է կարողանանք պահել ու զարգացնել, բայց դրա առաջին քայլը մեր ներհայաստանյան գիտական համայնքը կուր դարձնելն է եւ մենք այս գիտաժողովը կազմակերպելով նաեւ այդ նպատակն ենք հետապնդում։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ զրույցի համար, առավոտը մեծ հետ սկսելու եւ սենց գիտական մեծ հետաքրքիր թեմա անձեռելու մեր խոսույթի համար, կարծում եմ հեռուստադիտողը բավական կլանված վաղ առավոտյան լսում է գիտության մասին մեր զրույցը ջերմ եւ արդեն իսկ շատերը ձեր խոսքերից ելնելով եւս կներգրավեն, թե օրինակ տվյալ գիտաժողովին գուցե մասնակցության ցանկություն հայտնեն որպես ունկնդիր, թե հաջորդող տարիներին գուցե ցանկանան հենց լինել մասնակից գիտաժողովի։ Շնորհակալ եմ ջերմ զրույցի համար, սիրելի հեռուստադիտող, ինձ մնում է հիշեցնել, որ հոկտեմբերի 5-ից 10-ը Դիլիջանում ամենամյա ամփոփիչ գիտաժողովն է անցկացվելու, այն նոր ազդակ կհաղորդի Հայաստանում գիտության նկատմամբ հետաքրքրությանը։ Շնորհակալ եմ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։